որպեսզի հանրությունը ավելի լավ հասկանա ինչա կատարվում։ Ուրեմն հիմա ազգային ժողովում փորձում են օրենք ընդունել, փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն ուժեղ Հայաստան դաշինք Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյան անունը թույլ չտան, որ գրենք։ Այդ խոսում է նրա մասին, որ իշխանականները Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը երկար ժամանակ է ապրում են վախի մթնոլորտում։ Այդ խոսում է նրա մասին, որ այս ամիսներ շարունակ իրանք կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարների հետ, բառիս բուն իմաստով, ուղիղ իմաստով, հիմա կռիվ են անում Սամվել Կարապետյանի անվան հետ։ Այս ժամանակահատվածում ինչով ասես փորձում է Փաշինյանը վախացնել ժողովրդին, թե էլ պատերազմ է լինելու, թե էլ էս կալանավորումներ ապօրինի, ով մի թթու խոսք է ասում կամ ինչ-որ մի քիչ արագ ինչ-որ շարժ է անում, մարդկանց կալանավորում տանում են։ Վերջո, այս մարդիկ, այս իշխանականները պետք է հասկանան, ես ավելի քան վստահ եմ, որ արդեն այդ իրենց գիտակցությունից է գալիս, հասկացել են, որ հաջորդ վարչապետը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդի իր որոշումը կայացրել է, մեր ժողովրդին պետք են փոփոխություններ, ժողովուրդն էլ հասկացել է, թե իր համար լավ փոփոխություններ ու առհասարակ փոփոխություններ ով կարաբերի Սամվել Կարապետյանը։ Դրա համար էլ ընկել են պանիկայի մեջ։ Իսկ ձեր հարցին ի պատասխան Զարա ջան, կասեմ, որ առհասարակ իրենցից ամեն ինչ էլ սպասելի է, առհասարակ ամեն ինչ, ինչպես այս ամիսների ընթացքում, ինչպես իրենց ապրած վերջին մի քանի տարիների ընթացքում, իրանցից ամեն ինչ էլ սպասելի է, բայց մեր ժողովրդին, մեր ժողովրդին ոչ կարող են հետ պահել փոփոխություններից, ոչ կարող են վախեցնել ոչ մի բանով, իրենց արդեն վաղուց մաշել են, ընդամենը 2 ամիս ժամանակ է մնացել, փորձում են ինչ-որ փրփուրներից կախվելով ինչ-որ գործողություններ անել, բայց արդեն մեր որոշում ունի։ Որն է կապված դաշինքի անվանման հետ։ Ձեզ մի գաղտնիք ասեմ, առհասարակ երբ մարդիկ ունենում են պլան A-ից բացի B-եր, C-եր եւ մնացած, դրանց մասին չեն բարձրաձայնում, որպեսզի բոլորը չիմանան։ Այդ իսկ պատճառով ձեզ հավաստիացնում եմ եւ մեր հանրությանն էլ հավաստիացնում եմ, միջև Ֆ-տար բոլոր ֆորս մաժորային դեպքերի համար բոլոր պլաններ ունեն, կարող եք հանգիստ լինել, բայց չեմ կարող բարձրաձայնել։ Նիկոլ Փաշինյանին ես էլ հորդորում եմ այս 2 ամիսը հնարավորինս ժողովրդի ներվերը քիչ ուտի։ 2 ամիս հետո կգնան իրենք կզբաղվեն իրենց գործերով, մենք էլ մեր գործով կզբաղվենք, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի հետ մեր ազգին, մեր պետությանը բերելու է համախմբում, պառակտումներին վերջ ենք տալու։ Մենք ազգովի վերջը պետք է հասկանանք, որ մեր համախմբությունն է, մեր պատմությունով եկածող մեր համախմբությունն է միշտ փրկել, մենք եղել ենք ուժեղ այն ժամանակ, երբ համախմբված ենք եղել։ Այդ, չգիտեմ, ինչ-որ փոքր, տենց ինչ-որ սադրիչ բաներ մտցնել տարբեր մարդկանց մեջ, ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս, մեզ սադրելը հնարավոր չէ, ընդհակառակը ամբողջ մեր կյանքում մարդկանց խնդիրներին փորձել ենք օգտակար լինել, բարիշացնել, որ իրար հետ ապրեն համերաշխ, միասին լինեն ուժեղ։